Ամենասկզբում կուսակրոնության ուխտի խախտումներ, հետո առաջ եկավ դրսի ու ներսի ուժերին ծառայելու մեղադրանքը։ Այժմ էլ կաթողիկոսին ուղղվող հաջորդ մեղադրանքն է ծավալվում։ Եկեղեցու կանոնադրության ստեղծումը դիտավորյալ ձախողել է, որ ինչպես ուզի կառավարի, պարտավոր է ու չի հրավիրում ազգային եկեղեցական ժողով։ Փաշինյանի հետ հանդիպած, ապա վեհափառի հրաժարականը պահանջած եպիսկոպոսները նույնպես շեշտադրում են այս հարցը։ Անհրաժեշտ է մշակել և առաջին իսկ ազգային եկեղեցական ժողովի կողմից ընդունել եկեղեցու մի կանոնադրություն, որ հետ այսու կաթողիկոսների ու առաջնորդների հոգևոր ու իմացական կարողություններով, որակական հատկանիշներով միայն չպայմանավորվի մեր եկեղեցու հեղինակությունը, ընթացքը, կանոնականությունը, իր սուրբ առաքելության իրականացումը։ Եվ ահա այս գրքերի մեջ սահմանված Վարչապետ Փաշինյանը, որ հակակաթողիկոսական արշավի առաջին ամսում կանոնագիր քայոցի ծանր հատորներով զինված էր խորհրդարան գնում, այժմ նոր կանոնների անհրաժեշտությունից է խոսում։ Հոգևոր նորոգման նրա քարտեզում նոր կանոնագրքի ընդունումը երկրորդ տեղում է կաթողիկոսական տեղապահի ընտրությունից հետո։ Վեհափառին հեռացնելու կետ չկա քարտեզում, ենթադրաբար այդ հարցը Փաշինյանը լուծված է համարում։ Եվ հետևաբար շատ կարևոր է, որ Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին կնտրիչ Ներսյանի հեռացումից եւ տեղապահի ընտրությունից անմիջապես հետո անցնի նոր կանոնագրքի մշակմանը եւ ընդունմանը, որտեղ հստակ, թափանցիկ կանոններ կգործնեն, որոնք հասկանալի, տեսանելի կլինեն ոչ միայն հոգևորականներին, այլև հանրության, այսինքն կլինեն հրապարակային եւ մեզ բոլորիս պարզ կլինի, թե եկեղեցին ինչ կանոններով, ինչ արժեքներով է ապրում։ Մայրաթորը կանոնադրության բացակայության վերաբերյալ պնդումները անհարկի է համարում։ Եկեղեցական ժողովների ընդունած կանոններով ու հայրապետական կոնդակներով են առաջնորդվում դարեր շարունակ, իսկ նոր կանոնադրության կամ եկեղեցական սահմանադրության ուղղությամբ աշխատում են։ Վեհափառ հայրապետի տնօրինությամբ ստեղծված համապատասխան հանձնախմբերը շարունակում են այս ուղղությամբ աշխատանքները, վերջնական տեսքի բերելու հայ առաքելական Սուրբ եկեղեցու սահմանադրությունը, որի ընդունումը կդառնա իսկապես կարևոր եւ հանգրվանային իրադարձություն մեր եկեղեցու կյանքում։ Էջմիածնից արձանագրում են նաև, որ կանոններ մշակող հանձնախմբերի աշխատանքը խաթարված է, որովհետև դրանց ատենապետերը ազատազրկված են։ Իսկ ինչու ազգային եկեղեցական ժողով չի գումարվել կաթողիկոսական ընտրությունից 99 թվականից այս կողմ։ Եկեղեցու գերագույն այս մարմնինն են ամենակարևոր գործառույթները կաթողիկոս ընտրելուց մինչև դավանաբանական ու կանոնական որոշումների վավերացում։ Մեր եկեղեցական կանոնների մի մասը դրանք գալիս են ավանդությունից։ Եպիսկոպոսական ժողովի կանոնադրությունը եւ մյուս կանոնադրությունները պատրաստ են, նախապատրաստ են, բայց ազգային եկեղեցական ժողով չի գումարվել, որ դրանք հաստատվեն վերջնական։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող Վազգեն arczepiskopos-ը հիշում է Գարեգին II-ն իր ընտրվելուց անմիջապես հետո փոփոխությունների ինչ հույս էր տալիս։ Ասես տղաներ, գալիս են բոլորի երազանքներ իրականացնելու, բարեփոխումներ, փոփոխություններ, ամեն հարցեր, կուսակրոնությունից սկսած, կառավարման համակարգից, ամեն ինչից, բայց մենք մնացինք նույն տեղում, որտեղ որ կայինք։ Երազանքներից մեկն էլ կուսակրոնության ուխտի վերացումն էր, բայց ոչինչ չփոխվեց։ Վերջին կես տարում պետություն եկեղեցի բանավեճում կողմերը հողում են անում դարերի վաղեմության կանոնների, օրինակ ճիպոտահարել անհնազանդին կամ շնացողին եւ այլ ոչ նորաձև պատժատեսակներ։ Էջմիածինն այժմ հույս է տալիս կանոնադրական ուղենիշները կան, առաջիկայում կհրավիրվի ազգային եկեղեցական ժողով, իսկ նախկինում այդպիսի ժողովներ չհրավիրվեցին կորոնավիրուսի ու պատերազմի պատճառով։ Հուսով ենք, որ առաջիկայում Մայրաթոր Սուրբ եկեղեցում տեղի կունենա ազգային եկեղեցական ժողով, որը կպատասխանի եւ լուծումներ կտա առաջադրված խնդիրներին ու մտահոգություններին։ Թե երբ կհրավիրվի Մայրաթորից ասացին, չգիտեն, որ եկող տարի մի ժողով են անելու, որ հետո էլ ազգային եկեղեցական ժողով կազմակերպեն, Ազատության հետ զրույցում դեռ ամռանն ասել էր Գևորգ եպիսկոպոսը։ Դա նախապատրաստական ժողով է, որի նպատակը հետագայում ազգային եկեղեցական ժողով անելն է։ Այդ ժամանակ այս սրբազանը դեռ հակակաթողիկոսական արշավին չէր միացել եւ կտրուկ էր ժխտում, թե վեհափառի հրաժարականի թեմա կարող է շոշափվել այդ ժողովներում, որովհետեւ կուսակրոնության ուխտ է խախտել։ Ասելով չի, շատ բան են ասում։
Ես էլ ասում սուտ են ասում։ Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը կուսակրոնության ուխտից չի խոսում։ Ենթադրաբար այն պատճառով, որ Վեհարանի ազատագրական պայքարին միացած միաբանների այդ առումով խոցելի լինելու մասին նույնպես մամուլը բազմիցս է գրել։ Նախկինում ակտիվ կանոններ էր մեջբերում։ Ասում է, եթե տանտիկին պահի, կարգալույց լինի, այսինքն քննարկման տեղ չի թողում։ Հաջորդը իթ կանոնը։ Այժմ նոր կանոններ են պետք, եթե պետք լինի կառավարությունը խորհրդատվական աջակցություն էլ կցուցաբերի։ Սահմանադրության որ հոդվածով է դա էլ կարանք այդ հասկանանք։ Վերցնենք ու սկսենք ներկայացնել ճանապարհային քարտեզ, ասենք որևէ կազմակերպություն ներկայացնում է ճանապարհային քարտեզ մեկ այլ կազմակերպության համար, որի գործերի մեջ մտնելու իրավունքը սահմանադրությամբ չունի։ Հիմա ինչի մասն է խոսքը։ Կրոնագետ Վարդան Խաչատրյանը Փաշինյանի պլանը կաթողիկոսական տեղապահի ու նոր կանոնագրքի վերաբերյալ անընդունելի է համարում։ Բովանդակությունը կապ չունի, վարչապետը եկեղեցու գործին է խառնվում։ Իսկ Փաշինյանի պլանով հենց նոր կանոնագրքով էլ կանցկացվեն կաթողիկոսի արտահերթ ընտրություններ։ Իդեպ նույնիսկ վեհափառի հեռացումը պահանջող հոգևորականներն են ասում, որ կանոնական գրքերից ոչ մեկով ցմահ ընտրված կաթողիկոսին հեռացնելու ձև չկա, եթե ինքը չի ուզում։